Բարև բարեկամներ, Սպուտնիկ Արմենիայի եթերում Սպուտնիկ Սպորտ հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Խաչիկ Չախոյանն եմ եւ մենք այսօր զրուցելու ենք մի շատ լավ մարզաձևի մասին, որը ընդհանրապես ժողովրդի մեջ ընդունված է որպես մարտարվեստ, բայց հիմա մենք կմանրամասնենք, թե ինչպես կարող է մարտարվեստը համարվել պարզապես սպորտացև։ Իմ հյուրը կարատեի ազգային ֆեդերացիայի, Հայաստանի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանն է, բարև ձեզ։ Ողջույն ձեզ։ Եվ կարծում եմ հասկացաք, որ մեր հիմնական զրույցի թեման լինելու է Երևան ամսի 7-ին մեկնարկելիք կարատեի Եվրոպայի առաջնությունը։ Պարոն Վարդանյան, հիմա մարդիկ բնականաբար շատ ուրախ են, որ այստեղ Երևանում հասկացալու է Եվրոպայի հերթական առաջնությունը, բայց ուզում եմ որ դուք մանրամասնեք, որ պատահական չէ, որ կարատեի Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը տրվել է Հայաստանին։ Դրա համար ինչ որտեղ պետք է մարդիկ ունենան արդեն ձեռքբերումներ, ճանաչում, նվաճումներ, մի խոսքով կատարված աշխատանք պետք է լինի, որովհետեւ վստահեն հին աշխարհամասի առաջնությունը անցկացնել կոնկրետ Հայաստանում։ Ինչպես դա տեղի ունեցավ, ինչպես եղավ եւ որոշեցիք արդեն հայտ ներկայացնել Եվրոպայի առաջնության անցկացման համար։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, իհարկե դա պատահական չէ, դա երկարատև աշխատանքի արդյունքն է, բնականաբար յուրաքանչյուր երկրի չեն վստահի նման խոշոր միջոցառման անցկացումը, որպեսզի պատկերացնեք մասշտաբները, սա խոսքը գնում է պաշտոնական առաջնության մասին, այս տարի 60-րդ Եվրոպայի առաջնությունն է մեծահասակների եւ մասնակցության հայտ է ներկայացրել եվրոպական 49 պետություն։ Եվ ընտրվել է Երևան, Հայաստան ավելի ճիշտ։ Նկատի ունեմ 49 պետության պատվիրակություններ ժամանելու են Երևան։ Մինչ այդ իհարկե մասնակցության անցկացման հայտեր ներկայացնում են տարբեր պետություններ, սակայն համաշխարհային ֆեդերացիան ուսումնասիրում է կատարած աշխատանքը, ազգային ֆեդերացիաների տվյալ երկրի ուսումնասիրում է ձեռքբերումները, գնահատում է թե որքանով է պատրաստ տվյալ երկիրը ընդունել նման խոշոր միջոցառումը, որովհետև խոսքը շատ խոշոր միջոցառման մասին է, որտեղ հազարավոր հյուրեր են լինելու։ Դե արդեն մասնակիցների թիվը մոտ 1000 մասնակից, միայն դա նշանակում է նույնս նկատի ունեմ ընդհանուր պատվիրակությունների հետ։ Եվ վերջին տարիներին, քանի որ կարատեն մեծ վերելք է ապրում Հայաստանում, այսինքն մենք գրանցում ենք նշանակալի արդյունքներ, օրինակ անցած տարի մենք ունեցանք Հայաստանի կարատեի պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն, ոսկե մեդալակիր, մենք մինչ այդ ունեցել էինք արծաթե, բրոնզե մեդալակիրներ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, որպեսզի դուք մեր լսողները պատկերացնեն, թե ինչ է նշանակում լինել մայրցամաքային առաջնության ոսկե մեդալակիր, նորից շեշտը դնեմ քանակի վրա, նայեք, մոտ 50 երկիր մասնակցում է մայրցամաքային առաջնությանը, այսինքն յուրաքանչյուր քաշային կարգում ընդգրկված է 50 մարզիկ եւ առաջին տեղը մարզիկը գրավում է 50-ի մեջ, այսինքն հիմա պատկերացրեք աշխարհի առաջնությունը։ Նվազագույնը, ասենք, նման կարգի մրցումներում չեմպիոնը մոտավորապես քանի մենամարտ է անցկացնելու։ Լինում է, որ 7 մենամարտ, 8 մենամարտ, լինում է, որ մարզիկը 5-6 մենամարտ պետք է հաղթի, որպեսզի հասնի կիսաեզրափակիչին։ Այսինքն շատ ուժեղ եւ շատ կատաղի մրցակցություն է գնում, դրա համար դա մեծ ձեռքբերում է եւ մենք ունեցանք ուրեմն վերջին տարիներին Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ, բրոնզե մեդալակիրներ, նաև ունեցանք աշխարհի երիտասարդական լիգայի 3 ոսկե մեդալակիր, ունեցանք Սերիա A վարկանիշային պաշտոնական մրցաշարի բրոնզե մեդալակիր, այսինքն այդ արդյունքները արդեն տեսնում են բոլորը, ինչպես նաև տեսնում են ֆեդերացիայի կատարած աշխատանքը, եւ անցած տարի կոնգրեսի ժամանակ մեր ֆեդերացիայի նախագահը Վազգեն Հարությունյանը դիմել էր արդեն հայտը ներկայացրել էր վաղուց այդ հարցով, աշխատանքներ տանում էր անցած տարի կոնգրեսի ժամանակ նախորդ առաջնության հաստատվեց որ հաջորդ եվրոպական 60-րդ առաջնությունը պետք է անցկացվի։ Այո, հոբելյանական է Երևանում, ասեմ ավելին, նաև նախնական արդեն
պայմանավորվածությունը ձեռք է բերել, կարելի է ասել ապագայի հետ կապված 2027 թվականին Երևանում կարող է անցկացվել նաև երիտասարդական առաջնությունը։ Խոսքը վերաբերում է մինչև 21 տարեկանների, բացի մեծահասակների առաջնությունից, կա նաև մինչև 21 տարեկան, որի մեջ մտնում է 3 տարիքային խումբ, այսինքն կադետները 14-15 պատանիներ, երիտասարդներ 16-17 տարեկաններ եւ 18-ից 20 տարեկաններ, դա մինչև 21 տարեկանների կատեգորիան է։ Հիմա պատկերացրեք, երեք անգամ ավելի մեծ մասշտաբի միջոցառում է մեզ սպասվում 2027 թվականին։ Հիմա ինչ-որտեղ պետք է ինչպես որ հարկն է անցկացնել այս առաջնությունը եւ դրանով արդեն հետական վստահության միավորը կլինի հաջորդ առաջնությունը անցկացնելու համար։ Այս առաջնության անցկացմանը հավակնում էին նաեւ մեր հարևան երկրները, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիան էլ հավակնում էին, որ այս առաջնությունը անցկացվի իրենց մոտ։ Վրաստանում նախորդ տարի անցկացվեց երիտասարդական առաջնությունը։ Սակայն Համաշխարհային ֆեդերացիան Կազմակերպչական կոմիտեն ընտրեց Հայաստանը։ Իսկ հիմա տեսեք, Հայաստանում նրանպես կարծում եմ դուք շատ գիտեք, որ կա հենակետային մարզացավեր հասկացողությունը։ Հիմնականում այդ մարզացավերը օլիմպիական ընտանիքի անդամ են կամ օլիմպիական մարզացավերը։ 2021 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամանակ կարատեն անցկացվեց որպես փորձնական, այսինքն կազմակերպիչների խնդրանքով դարձավ օլիմպիական մարզացավ, այնտեղ եթե չեմ սխալվում 4 քաշային կարգերով մրցումներ անցկացվեցին եւ կոնտակտային եւ ոչ կոնտակտային, նկատի ունեմ կոմիտե եւ կատա, բայց հետո այդ ամենը շարունակական չեղավ, այսինքն Փարիզի օլիմպիական խաղերում կարատեն ընդգրկված չէր որպես օլիմպիական մրցացավ։ Հիմա հիմնական պատճառը ի՞նչն է այդ խնդիրների։ Նայեք, կարատեն օլիմպիական ընտանիքի անդամ է, սակայն ամեն անգամ ընդունող երկիրն է որոշում, որ մարզաձև է ընդգրկել, որը ոչ, այսինքն դա տվյալ ընդունող երկրի հայեցողությանն է դրված։ Փարիզը որոշեց չընդգրկել, նույնը 2028-ին, սակայն ավելի մեծ հավանականությամբ նախնական արդեն կա տեղեկություն, որ Բրիզբենում 2032-ին ընդգրկվելու է։ Գիտեմ, որ Լոս Անջելեսում էլ հիմա չկա ծրագրի մեջ։ Բրիզբենում լինելու է նաև 2026-ին գիտեք, որ կա նաև պատանեկան օլիմպիական խաղեր, Դակարում, Սենեգալում 2026-ին ընդգրկված է կարատեն։ Հիմա տեսեք, մարդկանց մոտ հիմնականում այն մարդկանց մոտ, ովքեր այնքան էլ մոտ չեն սպորտացիային, կոնկրետ կարատեին, պարզապես կարատեն թվում է որպես մարտարվեստ, եկած Ճապոնիայից, բայց ես գիտեմ, որ հիմա մասնավորապես Եվրոպայի այս հարաբերությունը ընդհանրապես կարատեի մրցումներում սա ոչ թե արդեն մարտարվեստ է, այլ սպորտացիվ։ Ուզում եմ, որ դուք մանրամասնեք, թե ինչ տարբերություն կա մարտարվեստի ու այն մրցումների մեջ, որոնք հիմա անցկացվելու են Երևանում որպես Եվրոպայի առաջնություն։ Իհարկե, նայեք, արդեն մենք խոսեցինք, որ օլիմպիական ընտանիքի անդամ է, իսկ դուք գիտեք, որ օլիմպիական ընտանիքի անդամ լինելը պահանջում է որոշակի չափանիշներ։ Այո, միանշանակ։ Ամենագլխավոր չափանիշը դա հնարավոր վնասվածքները նվազագույնի հասցնելն է։ Առավելագույնս մեղմելն է։ Այո, եւ սպորտային կարատե ձևը, այսինքն որը անջատվել է ավանդական կարատեից, նայեք, կա երկու մրցածև կոմիտե կատա։ Կատա մրցածևը ոչ կոնտակտային է։ Այո։ Իսկ կատան կոնկրետ ինչ է ներկայացնում ինքնիրենից, ուղղակի ներկայացնում է իր խորհուրդը դա մենամարտ ենթադրյալ հակառակորդի հետ եւ շարժումների համակարգ է, սակայն այդ շարժումների համակարգը ֆիքսված համակարգեր են, այսինքն մարզիկը չի կարող ինքը իր կամքով շարժումներ անել։ Կոնկրետ ինչ-որ ուղղվածություն կա։ Կան ֆիքսված հենց կատաներ, որոնք պետք է կատարել։ Ով ինչքան հստակ է կատարում, այդքան բարձր գնահատական է։ Այնտեղ կան գնահատման տարբեր չափանիշներ, կատարման ճշգրտություն, շարժումների ճշգրտություն, դիրքեր, ֆիզիկական վիճակ, ամեն ինչը հաշվի է առնվում եւ միավորային համակարգով գնահատվում է։ Իսկ կոմիտեն արդեն կոնտակտ է։ Կոմիտեն արդեն մենամարտ է։ Կոմիտեն արդեն մենամարտ է որոշակի կանոններով, այսինքն օգտագործվում են պաշտպանիչ միջոցներ, ձեռքերի, ոտքերի, մարմնի պաշտպանիչ միջոցներ, կա կոնտակտային սահմանափակումներ, որպեսզի խուսափել հնարավոր վնասվածքներից, կան կոնտակտի թույլատրելի չափ։
Ես օրինակ շատ հետաքրքիր մեկ բան եմ ուզում մենք նորից մատնանշենք, որ կոնկրետ հիմա կարատե սպորտասեվում արգելվում է նոկաուտը։ Կոպիտ ասած նոկաուտի ենթարկող կարատեիստը գլխի հարվածից նոկաուտը արգելվում է գլխի հարվածից, այսինքն հարվածը պետք է վերահսկվի այնպես, որպեսզի նոկաուտ չառաջացնի։ Այսինքն մարզիկը, որը հարվածը հասցնում է, այնքան պետք է տիրապետի իր գործողություններին եւ հարվածին, որ շատ ուժեղ հարված հարվածը վերահսկելը ավելի դժվար է, քան հարվածելը, միավորային համակարգով գնահատվում է եւ հաղթանակը տրվում է միավորներով։ Ես օրինակ ուսումնասիրել եմ մեր հավաքականի կազմը, հա, տղաներ եւ աղջիկներ, եւ տեսել եմ, որ մեր հավաքականի կազմում եւ կան կոնկրետ Հայաստանի չեմպիոն կարատիստներ, վերջին առաջնության մասին խոսքը, եւ կան աղջիկներ, հա, հիմա մենք 5 տղա 4 աղջիկով ենք մասնակցում, իսկ որ 5 տղա 4 աղջիկ Եվ ուզում եմ հասկանալ ընտրությունը, այլ մեր տղաներն ու աղջիկները արդեն միջազգային մրցումներում բավականին լուրջ փորձ կուտակել են, մի խոսքով ինչ սպասենք։ Այո, իհարկե, ֆեդերացիան ընտրում է այս սկզբունքով, այսինքն ընտրում է ամենալավ պատրաստ մարզիկներին, հաշվի են առնվում թե տեղական Հայաստանի առաջնություններում ցուցաբերած արդյունքները, թե միջազգային տարբեր մրցաշարերում ցուցաբերած արդյունքները, այդ ամենը հաշվի առնվում եւ արդեն մասնակցող կազմի մեջ մենք ունենք Եվրոպայի չեմպիոն, նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոնը 94 քաշում, ոսկե մեդալակիրը Գոլ Ներսիսյանը, մենք ունենք աշխարհի երիտասարդական լիգայի ոսկե մեդալակիր -67 քաշում, խոսքում ենք լուրջ սպասելիքներ ունենք, ներկայացնում է Սուրեն Հարությունյանը, -75 կիլոգրամում ներկայացնում է Ռոբերտ Հովանիսյանը, ով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև Սերիա A պաշտոնական մրցաշարի բրոնզե մեդալակիր, որը նույնպես շատ խոշոր եւ շատ ուժեղ մրցաշար է եւ այնտեղ բրոնզե մեդալ նվաճելը, պատկերացրեք, ոչ պակաս դժվար է, քան Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելը։ Իսկ աղջիկներից ով կարող է հավաքել մեդալ ունեք նման մարզիկ։ Աղջիկներից միջազգային տիտղոս մեդալ նվաճած ուրեմն ցածր քաշերում չունենք, +68 քաշում ներկայացնում է Անիտա Մակյանը, ով եվրոպական խաղերը գիտեք։ Այո, եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր է, նաև տղաների մեջ էլ +84 քաշում ունենք։ Դավիթ Մակյանը նույնպես եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր։ Եվրոպական ուսանողական խաղերի։ Հիմա ես ճիշտ որ գիտեմ, այդ 5 տղաներից մեկը մրցելու է կատա մրցածևում, չէ՞։ 5 տղաները կոմիտե։ Կատա ունենք առանձին մարզիկ, դա Միխայել Մխիթարյանը, ով ներկայացնում է կատա մրցածևը։ Մի խոսքով ասկան կոմիտեի ու կատայի համար հատուկ ուղղված պատրաստություն է արկա։ Առանձին մարզիկներ են պատրաստվում։ Ժամանակի ընթացքում կարատեն եկել է այն եզրակացության, որ ավելի արդյունավետ է, երբ տվյալ մարզիկը կենտրոնանում է կոնկրետ մի մրցածևի վրա, որպեսզի հասնի ավելի լավ արդյունքների, որ միաժամանակ եթե նախկինում լինում էր, որ միաժամանակ եւ կոմիտե եւ կատա ելույթ էին ունենում, սակայն երբ որ կենտրոնանում ես կոնկրետ մի ուղղության վրա, բնականաբար հնարավորությունը մեծ է հասնելու ավելի լավ արդյունքներ։ Իսկ այդ վերափոխությունը, հա, անվանումների հետ կապված իհարկե, ժամանակին մենք անընդհատ տեսում էինք, որ այդ ճապոնական մարտարվեստները ուղղված են մարդու հոգեբանության համար, մարդու ինքնապաշտպանական գործողությունների համար, կարատեն տեսնում ենք, որ մրցում են արդեն ոչ այս տարբերակով, այսինքն ոչ պաշտպանիչ այդ սարքավորումների, հիմա լրիվ այլ տարբերակ է, ուղղակի հիմա կարատեն դարձել է սպորտասև ավանդական կարատեից տարբերելով հենց այդ գործոններով, հա, այդպես է հիմա։ Ինքը սպորտ է, սպորտային կարատեն, դա մարզաձև է, սպորտաձև է։ Բայց բնականաբար ինքը տալիս է մարզիկին հատկություններ, նաև ինքնապաշտպանվելու հատկություններ, այսինքն այդ ամենը տալիս է։ Պարզապես երբ որ մենք դուրս ենք, մարզիկը դուրս է գալիս տատամի, ինքը չունի խնդիր իր դիմացինին վնասել, ինքը ունի խնդիր հաղթելու իր դիմացինին։ Այո, դեռ մյուս մրցածևերում արդեն։ Ուղղակի հետաքրքիր է, որ հիմնականում կարատեն մենք այն ֆիլմերի միջոցով, հա, կամ որոշակի մրցումներին դիտելով հարվածներ ենք տեսնում, բայց ինչպես ես հասկացա, կան նաև գծումներ, ինչպես եւ շամարտում, այսինքն։ Այո, իհարկե, կան նաև գծումներ, որոնք բարձր են գնահատվում,
Իհարկե համապատասխան տեխնիկայով գցումներ, որոնք տարբերվում են օրինակ ջյուդոյի գցումներից։ Այսինքն այստեղ ինչ-որ միքսի մասին ենք մենք խոսում, հա։ Պարզա ջյուդոյում այնտեղ ամպլիտուդն է հաշվի առնում, չգիտեմ, գործողության որոշակի չափ սահմանումներ կան, ասենք իպոն, վազարի կամ այլ միավորներ ստանալու։ Մոդելը յուկո, վազարի, իպոն նույն աշխատում է, նույն անվանումները։ Այո։ Իպոնը 3 միավորն է, վազարին 2, Ատեսա գիտարություն ծուդո իպոնը ընտեղ բացացակ արտադը։ Յուկոն 1 միավորն է, գցումները, ուղղակի գցումների ժամանակ մարզիկը 1 ձեռքը պետք է օգտագործի, ոչ թե 2 ձեռով բռնված քանի, այլ 1 ձեռքով անի։ Այո, գցումը գնահատվում է 3 միավոր։ Գցում հարվածը։ Հիմա տեսեք, դες արդեն հասկացա, որ փաստորեն համաշխարհային ֆեդերացիայի 54 անդամ երկրներից 49-ը գալիս են, մեկը բարձ է, որը չի գալիս, նկատի ունեմ Ադրբեջանը։ Հա, այնեն ստացվում է 4 երկրի ընդհանրապես չի գալիս, ու այդ նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքը այստեղ ավելի ծանր է, ավելի լայնածավալ է, քան կոնկրետ մրցումային, որովհետև նու կոնկրետ գեզափակիչները 1-2 օրվա ընթացքում անցկացվելու են, քանի որ 5 քաշային կարգ է, բայց յուրաքանչյուր քաշային կարգում ահավոր մրցակցություն է պարզապես։ Մենք արդեն 1 ամիս է կարելի ասել 24 ժամյա ռեժիմով արդեն կատարում ենք նախապատրաստական աշխատանքներ եւ ներգրավված են մի քանի թիմեր։ Իսկ հիմա պարզը որ մրցաշարը անցկացվելու է Կարեն Տեմրիչյանի անվան մարզամերկային մարզատալիչում։ Ինձ ուղղակի հետաքրքիր այլ Եվրոպական ֆեդերացիան այդ ամենի չտեսնելու ինչպես է գնահատում մեր մարզատալիչը նման կարգի մրցումները։ Մեր մարզադահլիճը բավականին լավ տվյալներ ունի, այսինքն մեր մարզահամալիրը իր ամբողջ բաները համապատասխանում է միջազգային չափանիշների։ Քանի տատամի վրա այն անցկացվում է։ 4 տատամի վրա։ Այո։ 4 տատամի վրա տարածքը համապատասխանում է ամեն ինչ։ Այնտեղ կան դրված շատ խիստ չափանիշներ, օրինակ նախավարժանքի գոտին, այո, նախավարժանքի գոտին պետք է լինի 400 քառակուսի մետր։ Մարզամերկային համալիրը տալիս է այդ բոլոր հնարավորությունները։ Մարզամերկային համալիրը փրկում է պարզապես մեզ նման կարգի մրցումներ անցկացնելու ժամանակ, բայց դե համատեքն օրինակ տեսեք 2023 թվականին, երբ որ Երևանում անցկացվեց ծառամարտի Եվրոպայի առաջնությունը, պարզապես ծառամարտի նույնիսկ համաշխարհային ֆեդերացիան զարմացած էր։ Ինչով երկրպագուների այցելությամբ, որովհետև նախ թե բնական է կային հայ ծառամարտիկներ, բայց այդ նման կարգի աջակցություն ծառամարտի մրցումներում համարյա ոչ միտեղ չի լինում։ Այնտեղ մաքսիմում 1000-1500 մարդ տեղավորող սրահներում է անցկացվում կամ տալիչներում ու ոչ միշտ որ լեցուն են լինում։ Բայց կոնկրետ ծառամարտի Եվրոպայի առաջնությունում ուղղակի շատ քաշային կարգերում ազատ տեղեր չկային։ Մերոնք մեր ժողովուրդը, մեր հայրը գալիս էին հավերին աջակցելու համար։ Այդ աջակցությունը ձեր կարծիքով մեր տղաներին կարող է թևավորել, հա, այս մեր մրցումների ընթացքում։ Իհարկե, անպայման։ Դա շատ կարևոր է եւ արդեն տեսնենք ինչպես կլինի, հուսանք ակնկալում ենք որ կլինի բավականին մարդաշատ, որովհետեւ տոմսերի վաճառքը արդեն ընթացքի մեջ է եւ ակտիվ կերպով ընթանում է։ Եվ եթե տաղաստված ամենից շատ լավ լիներ, ես ուղղակի ուզում եմ ինչ-որ տեղ անդրադառնամ նաեւ այս առաջնության անցկացման հետևանքներին, որովհետեւ շատ եմ ուզում, որ մեր յուրաքանչյուր մարզաձևի ֆեդերացիա բարձր վարկանիշ ունենա միջազգային հարթակներում, ոչ միայն իր մարզիկներով, այլ իր կազմակերպչական գործողություններով։ Շատ լավ անցկացնելու թեկում դա ինչ կտա մեր ազգային ֆեդերացիային, հա։ Ինչ է կարծում։ Միաժամանակ կամրագրվի 2027 թվականի անցկացումը այստեղ, որը 3 անգամ ավելի խոշոր միջոցառում է, նաև դա հիմք կտա, որպեսզի մենք նաև այսուհետ կարողանանք այստեղ անցկացնել այլ պաշտոնական միջոցառումներ, օրինակ վարկանիշային միջոցառումների հայտ ներկայացնենք, Պրեմիեր լիգայի, Սերիա A մրցաշարերի, երիտասարդական լիգայի, օրինակ Աշխարհի կարատեի ֆեդերացիան ամեն տարի 4 անգամ անցկացնում նաև աշխարհի երիտասարդական լիգա մրցաշարը, այո, որտեղ նաև 1 տարիքային խումբ ավելանում է, դա մինչև 14 տարեկաններն են, 12-ից 13 տարեկանները, այսինքն եւ յուրաքանչյուր քաշային կարգում 96 մարզիկ է ներկայանում,
ամբողջ աշխարհից, այսինքն դուք պատկերացրեք, թե ինչ մասշտաբի մասին է խոսքը։ Այսինքն մենք արդեն կկարողանանք հայտեր ներկայացնել խոշոր միջոցառումների, ինչը լավ է ոչ միայն ֆեդերացիայի համար, այլև պետության համար, որովհետև երկիրը ավելի ճանաչելի է դառնում, երկիրը դառնում է մարզական կենտրոն, անընդհատ տարբեր աշխարհի ծայրերից այցելում են, խոսում են Հայաստանի մասին, հիմա տվյալ պահին կարատեի սիրահարների համար մայիս ամսին Հայաստանը որպես պետություն լինելու է ուշադրության կենտրոնում։ Եվ եւս երկու հարց ու արդեն մենք շատ մոտ ենք մեր զրույցը ավարտելուն։ Ես ուզում եմ իմանալ, թե հիմա բացի այդ չեք կարծում, որ Եվրոպայի առաջնության անցկացումը Հայաստանում նոր խթան կհանդիսանա նոր երեխաների ձեր մարզացեվում ընդգրկելու համար, այսինքն դա սպասելի է։ Եթե մենք արդյունավետ հաջողություններ ունենանք, արդեն հիմա տեսեք, դուք ասում եք Եվրոպայի չեմպիոն ունենք, արծաթ մեդալակիր, փոխ չեմպիոն, այսինքն բրոնզե մեդալակիր, բայց այդ նվաճումները, որոնց մասին կարող է շատերը չիմանան, հիմա իրենց աչքով տեսնելու դեպքում արդեն կարծում եմ հոսքը դեպի մարզացև կարող է նաև ավելանալ ու զարգանալ։ Դա կանխատեսելի ու սպասելի արդյունք է իհարկե։ Եվ վերջում խնդրեի, որ նրանց այն մարդկանց համար, ովքեր կգան մարզահամալիրային համալիր միանամարտերը դիտելու, դուք մի փոքր ներկայացնեք, թե ինչ միավորներ են տրվում այս կամ այն հարվածի համար, որպեսզի մարդիկ հասկանան, թե այդ հարվածը անցկացնող մարզիկը ստացավ ընդունենք 3 միավոր ինչի։ Իհարկե, նայեք, նաև եթերներ են լինելու, հեռարձակումներ են լինելու եւ հեռարձակումների ժամանակ մեկնաբանները մեկնաբանելու են, ինչը նույնպես կօգնի դիտողներին եւ բացատրելու են այդ կարգը։ Կարատեում միավորներ տալ 3, ինչպես նշեցինք արդեն յուկով, ազարի իկոն, այսինքն 1, 2 եւ 3 միավոր գնահատվող տեխնիկաներ։ Ձեռքի բոլոր հարվածները գնահատվում են 1 միավոր, ոտքի միջին բարձրության հարվածները, այսինքն կրծքավանդակին, որովայնին, իրանին, մեջքին գնահատվում են 2 միավոր եւ ոտքի բարձր հարվածները գլխին ուղղված ոտքի բարձր հարվածները, ինչպես նաև գծում հարվածները գնահատվում են 3 միավոր։ Բացի այդ կա նկատողությունների համակարգ, այսինքն կան չափանիշներ, որոնք չի կարելի խախտել, խախտումների դեպքում տրվում է նկատողություններ եւ 5-րդ նկատողությունը դա արդեն որակազրկում է, այո, եւ պարտություն է։ Այսինքն այդ առումով էլ մարզիկները պետք է զգուշ լինեն, որպեսզի խուսափեն նկատողություններից։ Նկատողություններ կարող են ստանալ ոչ միայն կոնտակտի թույլատրելի չափը գերազանցելուց, այլև օրինակ սահմանագիծը հատելուց։ Կա տատամի եզրագիծ, որը մարզիկը պետք է ուշադիր լինի աշխատանքի ժամանակ ինքը այդ եզրակացից դուրս ոտքը չդնի։ Այսինքն պետք է միշտ մնա աշխատանքային գոտում կոպիտ ասած։ Ամեն անգամ ոտքը դուրս դնելը դա լրացուցիչ նկատողություն է։ Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար, կարծում եմ սկարճ հարցազրույցով մենք կարողացանք շատ մանրամասն կամ ինչքան որ հնարավոր է ներկայացնել այն ինչ տեղի ունենալու մայիսի 7-ից 11-ը Կարեն Տեր-Պետրոսյանի անվան մարզահամալիրային համալիրում եւ ես ուզում եմ ցես հաջողություն ցանկանալ, որովհետեւ ձեր աշխատանքները շարունակվելու են մինչեւ մրցաշարի պաշտոնական բացումը եւ շատ կուզենայի եւ ցանկանում եմ, որ այս մրցություններում մեր մարզիկները հասնեն հաջողության, դա կլինի եւս մեկ, ինչպես ասում եմ, պլյուս, հա, ձեր աշխատանքի համար, աշխատանքին գնահատական կլինի եւ թող միշտ այ մարզիկները հաղթեն բոլոր մրցումներում, որտեղ որ նրանք մասնակցում են։ Շնորհակալություն ձեզ հրավերի համար։